որպես կանոն ընտրությունների ժամանակ, երբ որ խոսում ենք վարչական ռեսուրսի մասին, առաջի ասոցիացիան կապվում է իշխանությունների հետ, հա, տեղական եւ ասենք ազգային մակարդակի իշխանությունների հետ, բայց վարչական ռեսուրս ասվածը ինքը ավելի լայն է կոնտեքստում, որովհետեւ երբեմն անտեսվում է բիզնեսի կոնտեքստ, այսինքն որովհետեւ բիզնեսը իր հերթին բացի այն, որ ինքը գումար գեներացնող է, նաև ունի լծակներ վարչական, հա, աշխատակիցների վրա, այսինքն եթե մենք վերցնենք օրինակ իշխանական ինչ-որ, հա, ոչ թե իշխանական, այլ տեղական իշխանություն կարող լինի, ազգային իշխանություն կարող լինի, ինքը հիմնականում ունի լծակ վարչական ռեսուրսը, հա, որպես այդպեսին փողը չկա։ Բիզնեսը այդ տեսանկյունից ինքը ավելի հզոր է, որովհետև ինքը ունի բացի լծակներից նաև որոշակի գումար, գեներացնում է գումար, հա, այսինքն շահույթ հետապնդող է։ Եվ որպես այդպեսին շատ հաճախ բիզնեսը իր լծակները օգտագործում է ընտրական գործընթացների ժամանակ, երևույթը ինքնին, այսինքն տեղական չի, ինքը ամբողջ աշխարհում էլ տարածված է, բայց տարածված է ոչ ժողովրդավարական երկրներում հիմնականում, իսկ Հայաստանում բավականաչափ հին արմատներ ունի, որովհետև եթե մենք տեսնենք, հա, 3 տասնամյակների ընթացքում եւ ավել Հայաստանի անկախության շրջանում գրեթե միշտ բիզնեսը ուղիղ կապված է եղել ընտրությունների հետ։ Ասեմ ավելին, շատ հաճախ բիզնեսները իրենք հանդես են եկել քաղաքականության մեջ։ Եվ այդ բիզնեսները շատ դեպքերում եղել են օրինակ օլիգարխիկ այսպիսի ներկայացուցիչներ, հա, եւ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում, հա, տարիների ընթացքում, եւ երբ որ բիզնեսը խառնվում է ընտրություններին, մենք չենք կարող ասել, որ գիտեք, ժողովրդավարական երկիր է, բայց տեսեք, հա, բիզնեսը խառնվում է ընտրական process-ների մեջ, ուրեմն այդ երկրում դերևս ժողովրդավարությունը կայացած չի, այլ ժողովրդավարությունը զարգացման մեջ է, եւ այդ զարգացման գլխավոր նախապայմաններից մեկը այն է, որպեսզի բիզնեսները ընտրություններին ուղիղ իմաստով չխառնվեն։ Ինչպես է եղել, հա, պրակտիկայում եղել է այնպես, որ շատ հաճախ աշխատողներին հրահանգվել է տարիների ընթացքում, որ դուք պետք է այս կամ այն քաղաքական ուժին ընտրեք կամ թեկնածուին ընտրեք, եւ դա ուղեկցվել է նաեւ որոշակի շանտաժով, այսինքն օրինակ, եթե չանեք մեր ասածը, մենք ձեզ կազատենք օրինակ աշխատանքից։ Հիմնական շանտաժի այս տեսակն է գործել, երբեմն էլ միգուցե բիզնեսները նաև խրախուսել են իրենց աշխատակիցներին, այսինքն ասել են, գիտեք, եթե ընտրեք, ձեզ համար օրինակ ավելի լավ կլինի, հա, չգիտեմ, բիզնես տեսանկյունից։ Միգուցե աշխատավարձերը բարձրանան, միգուցե ինչ-որ պարգևավճար ստանան, դա բոլոր տարիներին սենց դիտված պրակտիկա է։ Եվ շատ հաճախ բիզնեսների կողմից իրենց աշխատակիցները ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ։ Այսինքն ոչ միայն ուղղակի ընտրելու իմաստով, այլ նաև ձևավորել են շտաբներ, աշխատակիցները զբաղվել են քարոզչությամբ։ Դա ինքնին առատավոր երևույթ է, որը կարծես թե տարիների ընթացքում ինքը պակասել է, այսինքն եթե մենք վերցնենք, որ հա, առնվազն մինչև 2018 թվականները Հայաստանում ընտրությունները բազմաթիվ շերտեր ունեին, որոնք հանգեցնում էին ընտրախախտումների, դրանք տասնյակ էին, եւ այսպիսի մոտեցումը դրանցից մեկն էր, եւ տարիների ընթացքում ընտրական համակարգը բարելավել է, ընտրություններում հա, ընտրախախտումները պակասել են, բայց կարծես թե բիզնեսի ներկայությունը քաղաքականության մեջ ինքը դերևս արկա է եւ դերևս առաջ է ընթանում։ Եվ այն երևույթները, որոնք որ նկարագրեցի, իրենք միգուցե եւ պակասել են, բայց իրենք գոյություն ունեն դերևս։ Նման վառ օրինակներից մենք այսօր էլ կարող ենք տեսնել, որ
հա տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ ներգրաված են ընտրական գործընթացների մեջ, բայց դա դերևս այսինքն մի հարցն է, տեսանելի հարցն է, մյուս անտեսանելի հարցը այն է, որ արդյոք բիզնեսում ուղղակի ներգրաված սովորական աշխատակիցներ իրենք ազատ են իրենց կամ արտահայտությունը իրականացնելու, իրենց ազատ ընտրությունը իրականացնելու համար։ Եվ բնականաբար բիզնեսում ներգրաված աշխատող քաղաքացիները իրենք պետք է իմանան, որ իրենք ունեն բոլոր այն իրավունքները, որոնք որ ունի ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ միայն քաղաքացին կարող է իր իրավունքները պաշտպանել։ Եվ պաշտպանել այնպես, որ ոչ միայն ինքը կարողանա իր ընտրությունը կատարել, այլ նաև երաշխավորի ինքը իրեն, որ իրեն չեն ազատի տվյալ դեպքում աշխատանքից, եթե ինքը նման հրահանգ ստացել է։ Դրա համար քաղաքացին ունի շատ պարզ գործիքներ։ Ինքը պետք է, եթե տեսնում է, որ ենթարկվում է ճնշումների կամ իրեն ասում են, որ եթե չանես դու մեր ասածը կամ մեր ուզած քաղաքական ուժին չընտրես, մենք քեզ աշխատանքից կազատենք, քաղաքացին պետք է անմիջապես հանդես գա հայտարարությամբ, հանրության հետ աշխատի եւ ասի, որ նման սպառնալիքներ եմ լսում, հաստատ իրավապաշտպան կազմակերպությունները, հաստատ այլ մարմիններ կաջակցեն, որպեսզի տվյալ մարդը անձը չկորցնի իր աշխատանքը։ Մենք տարիների ընթացքում, անցյալ տարիների, տասնամյակների ընթացքում ընդհուպ մինչև 2021 թվականի ընտրություններին տեսել ենք զանգվածային, երբ որ որոշակի բիզնեսի, արդյունաբերության աշխատակիցներ գնացել են ընտրել կոնկրետ մեկ թեկնածուի։ Այդպես չի լինում։ Եթե այդպիսի երևույթ կա, ուրեմն իրեն ստիպել են, որ իրեն գնան այդ ընտրությունը կատարեն։ Եվ այս նախընտրական շրջանում հուսանք, որ նման երևույթները պակասել են, հուսանք, որ քաղաքացիները դարել են ավելի աչալուրջ եւ սեփական իրավունքները պաշտպանելուն ավելի ունակ, սակայն նման ռիսկերը վերացած չեն, հատկապես եթե մենք տեսնում ենք, որ ընտրություններում շատ ներգրաված մարդիկ կամ բիզնեսի ոլորտից, երբ որ մենք տեսնում ենք բիզնեսի ռեսուրսները, օրինակ ավտոմեքենաները ներգրավված են, քարոզարշավների մեջ, բնականաբար սկսում ես մտածել, որ նաև աշխատողներն են ներգրաված այդ process-ների մեջ։ Բայց քաղաքացին պետք է հստակ իմանա, որ իրեն ոչ ոք չի կարող ստիպել, որ ինքը կատարի այդ բիզնեսի, այսպես ասած, կամքը, իսկ ընդհանրապես ապագայում, այսինքն ավելի ժողովրդավար հասարակություն ունենալու ժամանակ մենք պետք է տեսնենք ոչ միայն նրանից, որ ոչ միայն նա, որ բիզնեսում քաղաքացիները որևէ ձև չեն մասնակցում, ընտրական գործընթացներին, այլ նաև ընդհանրապես ավելի լավ է բիզնեսը հեռու լինի քաղաքականությունից, չխառնվի քաղաքականությանը։ Օրինակ, իրավապահ մարմինները չեն կարող զբաղվել քաղաքականությամբ, կամ այլ միգուցե խմբեր։ Դրա համար բիզնես, այսինքն եթե մարդ բիզնես ինքը զբաղվում է քաղաքականությամբ, ապա ինքը պետք է ձերբազատված լինի այդ բիզնեսից, որպեսզի իր գործունեությունը որևէ ձև չանդրադառնա այդ բիզնեսում ներգրաված մարդկանց կամ արտահայտության, ազատ ընտրելու իրավունքի եւ այլ իրավական մեխանիզմների վրա։ Այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ նման երևույթները պակասել են, բայց դերևս ձերբազատված չենք նման խնդիրներից, որոնց ականատեսն են եղել տարիներ շարունակ։ Եվ բնականաբար, ինչպես նշեցի, եթե բիզնեսներ կարող են լինել տարբեր, բայց եթե բիզնեսները կիրառում են նման պրակտիկան, իհարկե կան բիզնեսներ, որոնք չեն կիրառում, չէ՞, բայց եթե կան բիզնեսներ, որոնք որ կիրառում են նման պրակտիկան, ապա շատ հաճախ մենք, եթե խորանում ենք, տեսնում ենք այդ բիզնեսների
կապվածությունը ոչ ժողովրդավարական միգուցե երկրների հետ, որտեղ այդպիսի պրակտիկաները նորմ են։